Մեր փրկին հսկանչելի անունով։ Շատ գեղեցիկ երգեցեր երգչախումբը, դեռ օրդենսել ենք։ Եվ կմտածեի այդ խոստումը, որում մասին երգեցին, մեզ չթողոր առանցին։ Գիտեք, ադիգա որ շատ մեզի խաղաղություն և հանգիստ կուտա, եթե իրապես կհավատանք անոր։ Մեր մանավանդ, երբ որ մեր կյանքի մեջ ինչ-որ դժվար և փշոտ ջամփեք ընթանանք, այդ վստահությունը, որ մեր Տերը մեզի հետ է, ամեն բան գիտե և մեզի համար լավագույնը կուզե, ադիգա մեզի հանգիստ անուշ փարս մը գլա գիշերը և որ կբարգինք և կհանքինք։ Բասիկ 11 ամիս առաջ սոսի ներվոս էինք և հիմա տարին չի վերջացած անգամ ևս այս օրնությունը ունեցանք ցեզի է դնալու և ինչ որ հրանիքներ արդեն ըսավ տարբեր երկիրներ են 25 եղբայրտեն եկեղեցի անդամներ խոսեն այսօր մեզի հետ և միասնապար կայցրել ենք նաև հայրենիքի տարբեր տեսարժան վարժերը, ինչպես նաև կծանոթանանք մեր քույրեր եղբայրներուն։ Գիտեք, եղբայրտեն եկեղեցիները 25 եկեղեցիներ ունին աշխարհի զանազան երկիրներում մեջ և 80-ական թվականներուն միություն կազմվեցավ։ Եղբայրտեն եկեղեցիներում միություն։ Այս միությունը մի քանի նպատակներ կհետապնդել, բայց գլխավորապես երկու նպատակ ունի։ Մեկ որ եթե եկեղեցիներ կա, որ օգնության պետք ունի, հոգևոր կամ նյութական, և ուրիշ եկեղեցիներ կա, որ գրնան օգտակարել, այդ քովի փերենք և կարողանանք օգնել այն եկեղեցիներուն, որ պետք ունի։ Իսկ երկրորդ, որ միասնապար միսիոնարական ծրագիրներ մշակենք և գործադրենք։ Գիտեք, այդ ծեր եկեղեցին, մեր եկեղեցին, այդ միսիոնարական դեսիրքին հետևանքն է 24 տարիներ առաջ և որ եղբայրության միությունը ուզեց, որ Հայաստանի մեջ եկեղեցի ունենանք, այս եկեղեցին հիմնվեցավ և Հովիկ եղբայրը Հովիվ կարգվեցավ։ Մենք վերջին շաբաթավերջին երկու լման օրեր, շաբաթ օր և երկու շաբթի օրեր եղբայրության եկեղեցի առաջնորդներով հատուկ ժողովներ ունեցանք, որպեսզի քննարկենք, թե ամեն մեկ եկեղեցի վիճակը ինչ է, հարցերը ինչ են, պետքերը ինչ են, դեսիլքը ինչ է, և նաև մեր հայրենիքին համար, և մասամբ բոլոր եկեղեցիներուն համար, կարք որոշումներ անցնենք, որպես մեր դեսիլքը հաջորդ տարիներուն, և նայենք թե դերը առաջնորդ է, որ անոնք իրագործենք, ձեզ հետ բաժնեկցիմ, մեկ որ մենք կփափակենք և այսօր պետք է շատ կզկանք, հոգևոր մշակներ պատրաստելու, շատ եկեղեցիներ պետք ունեն այսօր և կարելիություն ունենք Հայաստանի մեջ սկսելու Սուրբ Գրոց քոլեջը, որպես եթե երիտասարդներ կգանչվին դեռ չթաշտի մեջ կարողանանք անոնք պատրաստել և վկայալ աշակերտներ լինել։ Երկրորդ, նաև մեր գոչումի մաս կկազմեն փոքրիկներու ավելարանչությունը ընդարձակել։ Գիտեք, և նիգե քրոջ առաջնորդությամբ և շնորհակալ ենք, որ թերնիկ եղբորալ գործակցությամբ և աջակցությամբ կուզենք փոքրիկներու ծառայությունը ընդարձակել, հատկապես դուներու մեջ բարի դուրի խմբակները լան և թաղի բզիկները, շենքերու մեջ բզիկները դրոջը խոսքը դրել։ Արդեն ես
մերի քրոջտունը ապեսի խմբակը սկսած է, եթե իրենց ընտանիքներ կան, որ գուզեն իրենց տան մեջ ապիսի խմբակներով բզիկները հավաքել, վիրուզեն կաչադրել, օգնել, որպեսզի շատ բզիկներ Տերոջը խոսքը լսեն եւ ինչու՞ չէ դրանց փոքր տարիքեն Հիսուսը ընդունի։ Երրորդ մենք եւ 2019-ին հոսպիտալական ժողով ունեցանք, նաեւ մեր դեսիկ այն էր, որ Վանացորի մեջ մենք եկեղեցի ունենանք։ Եվ 2 տարի առաջ դեր անի գարեի թարթ։ Դասը Վանացորի մեջ եկեղեցի ունենք, որ ամբողջությամբ երիտասարդները փակացյալ են։ Եվ մեր բավականին որ ադի եկեղեցին թե առաջանա, բայց հովիվի պետք ունին։ Եվ ադի կորձը ընդարձակվի եւ դերը հովիվը մեջտեղ անի։ Եվ չորրորդ եթե դերոջը գամքն է, ինչու՞ չէ, Երևանի մեջ երկրորդ դեր մնալ եկեղեցի ունենանք։ Եթե գնանք ադիգա իրակորձել, ինչ լավ գլա, բայց անշուշտ կխնդրեմ, որ աղոթեք, որ ինչ որ դերոջը գամքն է, ադիգա իրականանա։ Ուրիշ բան մնալ ուզեմ ասել, գիտեմ, որ քիչ մսկայուն է ասիգա։ Դուք ձեր հովիվը գործընթացիք։ Չեն գործել։ Ձեր հետ չէ։ Գիտեմ, հովիվ եղբայրը, որոն շատ սրտով կապված էիք եւ գսերեիք ինքիվ շատ օգտակար էր, բայց քնած։ Մեր հասցողությունը հովիվ եղբորդ այն էր, որ երբ որ ինքը լուրը ստանա, որ Ամերիկայի արտոնակել եկած է եւ գնա փոխադրվել, կոնե 6 ամիս մնա եւ պատրաստ է հրայր եղբայրը հովական ծառայության պետք եղած քայլերը առնվին, բայց բարականները անոնք բերին, որ չգրծավ ադիգա հնել 6 ամիս մնալ, ստիպված եղավ արագ ցիկել երթալ, այդ պատրաստությունը չկոյացավ։ Մեր միության փափակը եւ հանձնարարությունը այն է, որ եթե ընդունելի լա եթե դերոջը գամքն է, մեր լուդեր եղբայր Նասանյանը ծևով մոհովիկ եղբոր այդ բարդականությունը ամբողջացնե, այսինքն ժամանակավոր հովիվի բարդականություն վերցնե եւ իր դիգինին հետ, որոդ քրոջ հետ հովական ծառայություն ունե եւ փոխանցության այդ եղած աշխատանքները դանի, որպեսզի հրան եղբայրը լման պատրաստ լա ծեր կանելու այդ հովական ծառայություն։ Այս մեր պապակ եւ առաջարկն է, բայց դերը ինչպես ցույց կտա, ինչ հարմար գլա, ադիգա դերոջ կցկենք, որովհետեւ մեր պապակը միան դերոջի գամքին կատարվել գուզենք, որպեսզի դերոջի կորձը իր թակավորությունը առանց արգելքի առաջ երթանա, մեծնա եւ մեր Աստծուն անունը փառավորվի մեր բոլոր աշխատանքներում մեջ։ Ամենսօր աղոթող եղեք, մենք այսօր Բարշամուկյան դողանացոր մի երթանք, որ երասարներ մի մգրնենք, դերը մեզի հետ է գիտեմ եւ խնդրեմ, մենք սրտով հոգյով ցեզի հետ ենք, դուք ալ մեր հետ եղեք սրտով եւ հոգյով միասնաբար ասկորձ առաջ տանենք, շատ կգնահատեմ, շնորհակալ եմ։ Սուրբ հոգին իջավ Պենտեկոստե, լեցունությամբ ու զորությամբ, վկայություն իր հասավ գործվածին, բազմություններ վերստին ծնավ, և քրիստոնյաներ աշխարհի համայն, ավետարանին վգաթարցան, արյուծներեն հոշոտվելով մեռան, և դողանցեցին հաղթական, եկար Սուրբ Հոգի, այս մութ պահում, կարանենք լեցունության, զորության սիրույթ, մեր մեջ շարժետեր, քեզ գաչենք, եկուր Սուրբ Հոգի, եկեղեցին արթնա։ Թարուն մեջ երբ աշխարհ մոտ պատեց, արդարն հավատքեն Գաբրին փայլեց, մինչ բարեգարքության գրագն վառեցավ, Սուրբ Հոգին
Ոնցին կարոդենք մենք թարցյալ թիմակրավել աշխարհն համար Եղար Սուրբ Հոգի այս մոտ կարոդենք լեցունության զորության սիրույթ մեր մեջ շարժեներ քեզ կալաչենք Եղար Սուրբ Հոգի Եկեղեցիդ արթնա Եկեղեցիդ արթնա Եկեղեցիդ արթնա Այս երգը, որ երգվեցավ Փարեգարկության ամենեն հզոր երգերն մեկն էր։ Ինչպես ասված մեր փերթն է հաստատուն Մարտին Լութերի երգը Սուրբ Հոգին երգեր տվավ այդ Փարեգարկության ընթացքին։ Այսօր եթե թուղթ բաժանեի ցեզ ամեն մեկուն եւ ասեի որ ինչ գիտեք Սուրբ Հոգին մասին քրեցեք Ինչ գիտելիք հավաքած եք ունիք ազոխոսկեն Սուրբ Հոգին մասին Այսօր բոլորս էլ արթնության պետք ունենք անհատական հավաքական Եվ արթնության աղբյուրը արթնություն նախացերնողը Սուրբ Հոգին է Երբ եկեղեցին գաղութ է Բոլոր արթնության բաղմության մեջ միշտ տեսնված է որ երբ եկեղեցիմը աղոտքի կարևորություն կուտա եւ արթնության համար գաղութ է Սուրբ Հոգին գործելու կսկսի Եթե ծեր դուներու հոսանքը գանք առնե, ինչ կբադահի Եթե եկեղեցին, եթե Սուրբ Հոգին չի կործե եկեղեցի մեջ, գնամանի, թե հոսանքը դանդ մեջ գանք առած է Շարժում գրնա ալլալ, կորզունեություններ գրնան ալլալ, բայց ով է ընողը 2000 տարի է ի վեր Քրիստոսի եկեղեցին գազմավորման, ավետարանչության, միսիոնարության, աշակերտության, աճման մղիչ ուժը Սուրբ Հոգին եղած է Սուրբ Հոգին կարևորություն մի դար այդ եկեղեցին չոր, անշարժ եւ լճացած եկեղեցի մը գտարնա Նշանավոր արթնության քարոզիչը ասավ Ենթադրենք որ Սուրբ Հոգին առնվեցավ Արդյոք կսե քանի եկեղեցի պիտի անդրադառնա որ Սուրբ Հոգին առնվեցավ Եվ իր վախը այն է որ շատեր երբեք պիտի չանդրադառնան քանի որ արդեն իսկ առանց Սուրբ Հոգիի կաշխատեին Այսօր Սուրբ Հոգին նոր նյութ չէ Ձնընթոց առաջին գլուխեն արդեն Սուրբ Հոգին աստվածության երրորդ անձնավորությունը արդեն կորզի վրա էր երբ անցև ու բարաբեր գսե Սուրբ Հոգին ճուրերուն վրա գշարժեր շարժիր բառը նշանակե
թուխսի նստած էր, այսինքն իրս հավը հավգիտներուն վրա գնստի, գդակցնե, որպեսի գյանք հարաչացնե, գյանք ձնի, ճիշտ այդ բառն է։ Սուրբ ոգին գյանքի հոգի է, գյանք հարաչացնող հոգի է։ Եվ այսօր մենք որքան պետք ունենք Սուրբ ոգիի այցելության։ Եղբայրներ քույրեր, Սուրբ ոգին ծանոթանալ խիստ կարևոր է։ Լուրջի առնել Սուրբ ոգին անձնավորությունը, Սուրբ ոգին գործը, Սուրբ ոգին գործալագերբը, Սուրբ ոգին ինչ ըրած է քու կյանքիդ մեջ, Սուրբ ոգին ինչ գնե այսօր քու կյանքիդ մեջ։ Եթե այս անդրադարձումը չունենանք, ափսոս մեր կյանքը գվատնենք։ Գիրագի հավատացյալներ գլանք։ Սուրբ ոգի կյանքը 24 շամ 7 օր է։ Եվ մեր բոլոր եղբայրական եկեղեցիները արթնության պետք ունի։ Մեր եկեղեցին արթնության պետք ունի։ Ես արթնության պետք ունի։ Այո, մեկ հավատացյալ արթնության պետք ունի։ Եվ արթնությունը չենք կրնար գեղձել արվեստական դեսությունը չկա, որ արթնություն կհարաչացնե։ Աղոտ կնե, որ արթնություն կբերե։ Անգերց աղոտ, աղոտ աչե փշվիլ եւ լուրջի առնել հոգեվոր կյանքը։ Ձանոթանալ կարևոր է, անհադին անդրադարձումը։ Մանավանդ ես հարց պետք է տամ, որ վերեն Սուրբ ոգին ծնունդ ունեցած եմ։ Կարելի չէ, որ մեկը հոգիեն եւ վերեն ծնունդ ունի եւ իր կյանքը փոխված չէ։ Կարելի չէ։ Կարևոր չէ 20 տարվա հավատացյալ եմ գսե, 50 տարվա հավատացյալ եմ գսե, 1 շաբթվա հավատացյալ եմ։ Սուրբ ոգին կյանքը փոխե։ Նույնը չես կրնար ըլլալ։ Սերական, դրական նույնը չի գնար շարունակվի։ Արդաշադի մեջ գարո եղբայր իր վկայությունը տվավ մեզի, անոնք որ լսեցին, հստակ փոփոխություն կա իր վկայության մեջ։ Խավարեն լույսի, սատանայի իշխանութենեն Աստծո թագավորության լույսին։ Եղբայրներ քույրեր, քո վկայություն հստակ պետք է ըլլա։ Սխալ բան չէ, առողջ կասկած ունենալ։ Արաքյալը գսե քննեցեք, արդյոք հավատքի մեջ եք։ Որովհետեւ մեր կյանքը չվատնենք, երթալ, քալով, այսպես, գիտեք, երևույթական հոգևոր կյանքի այդ փոսի մեջ չնանք։ Սուրբ ոգին կյանքի հոգի է։ Կարևոր է գիտնալ Սուրբ ոգիի մասին, որովհետեւ ըսկուշանանք սխալ եւ մոլար վարդապետությունները։ Իմ հոգևոր ասական հոգևոր կյանքիս ըսկուշություն գուտա, երբ ես Սուրբ ոգին մասին քիչ ավելի դեղեկանամ։ Ինձի սրբության կյանքի կգան չէ Սուրբ ոգին, որ սրբագյաց կյանք մը ապրիմ։ Չեմ գրնար ասել, ես հավատացյալ եմ, ապաշխարեցի, փոփոխություն չի գա եւ աշխարհի պես կշարունակեմ ապրիլ։ Կարելի բան չէ։ Հստակ փոփոխություն պետք է ըլլա։ Եվ օրեօր այս Սուրբ ոգին փափակ կարծնցնե իմ մեջս իր խոսքը գարտալու։ Այս Սուրբ Կիրքին հեղինակը ով է։ Սուրբ Հոգին է։ Այս Սուրբ Հոգին իմ մեջս պետք է ըլլա է։ Մեր դան մեջ շատ քիրքեր ունենք, բայց անոնց հեղինակներ մեզի հետ չեն ապրիր։ Միակ քիրքը, որուն հեղինակը մեզի հետ է, Սուրբ Հոգին է։ Եվ իր քիրքը։ Ուրեմն չես կրնար թեթևությամբ առնել
Սուրբ ոգին մասին գիտնալը սերդողության կգարոդի։ Քու անիմաս ժամերետ պետք է գդրես եւ ասես ես լուրջի վիդա առնեմ հոգեվոր կյանքը եւ այս Սուրբ ոգի մասին քիչ ավելի պետք է գիտնամ։ Ինչ են Սուրբ ոգին գլխավոր գործերը, փոքր մասը ասեմ միայն, խաղապար դալու համար, մի խորիկ, որ այս ցանգն է միայն։ Օրինակ, Սուրբ ոգին գործը աշխարհը կհանդիմանե մեղքի համար։ Մեղավորին սրդի մեջ զղջում կհարաճացնե, նույնիսկ հավատացյալին կյանքի մեջ մեղքի զղջումներ կհարաճացնե։ Եվ բոլոր արտնություններու արդյունքը գիտեք ինչ է։ Խորունգ, մեղքի զղջում, խոստովանություն, ետքը փարապանություն եւ չորրորդ ավետարանչություն։ Արտնության բացմությունը այս ցույց կտա։ Սուրբ ոգի նույնը ըրած է։ Խորունգ, մեղքի զղջում, խոստովանություն, փարապանություն եւ այդ եկեղեցին գվայթի դուրս ավետարանության գելն է։ Այս է արտնությունը եւ ոչ ուրիշ բաներ։ Սուրբ ոգին իր խոսքին քարոզությունը գարնե, խոսքը կքարոզվի, Սուրբ ոգին այդ խոսքը գարնե, մարդուն ագանչեն սրդին գիչնե եւ հոն մեղքի զղջում կհարաճացնե։ Այս է Սուրբ ոգին գործը։ Ամեն ճշմարտության գարաշնորհ է Սուրբ ոգին։ Սուրբ ոգին բարեխոսություն գնե ինձ համար։ Սուրբ ոգին հավատացյալը կգարավարե կամ պետք է գարավարե։ Լեցնել բարը, գարավարել, Սուրբ ոգին կսրբացնե, Սուրբ ոգին ծառայության կգանչե։ Աղոթել կսորվեցնե։ Մանավանդ Հիսուսը կփարավորե Սուրբ ոգին իմ կյանքիս մեջ։ Այս փարապանության հոգին Սուրբ ոգին կորձն է, որ Հիսուսը կփարավորե շարունակ։ Անցդ կմեռնի եւ Հիսուսը կփարավորվի։ Վգայելու զորություն կուտա։ Իր խոսքին ախորժակ կփանա։ Ինձ համար անհասկանալի է, երբ հավատացյալներ, որ կվգայեն, թե հավատացյալ են, բայց Աստծո խոսքը շարունակապար չեն գարթար, չեն սերդեր, փափակալ չունին, եղբայր քույր, ասի լուրջ հիվանդություն է։ Տուն պետք է անկուն մնաս, թե ինչ է արմադական մեղքը, որ Աստծո խոսքին փափակը չգա քո մեջ։ Լուրջ հարց է այս։ Ժամանակը մի վատներ, կյանքը սուղ է, ժամանակը սուղ է։ Սուրբ ոգին է, որ քու անհատական կյանքիդ մեջ քեզի աջում պիտի դա, քեզի պիտի զորացնե, անոր բդուղները քու կյանքիդ մեջ պիտի երևնա։ Գիրագի շատ լավ է, սխալ մի հասկնակ, շատ կարևոր է մեկտեղ ժողովվելը։ Այս բանը կարևոր է, բայց մի շփոթեք գիրագի քալը աջումի հետ։ Մեկ գիրագի քալով տուն պիտի չաջիս։ Հոգևոր կյանքի մեջ պիտի չի զորանաս։ Որքան ալ կարևոր է այս բանը։ Ամեն օր իր խոսքը գարտալով, աղոթելով, զորանալով տուն հոգևոր կյանքի մեջ պիտի աճիս։ Վերջապես հոգևոր կյանքը անհատական կյանք է։ Եվ անշուշտ Սուրբ ոգին, ինչպես ասեց, ծնունդ կուտա եւ արթնության բանալին է։ Այսօր բահմը ծեր ուշադրությունը պիտի դանիմ Եփեսացված գրքին, որ Քորս կարակելոս 19-րդ գլխում մեջ գրնակ իր ենթահողը գարտալ, Եփեսացիս Քրքին պիտի սահմանափակեմ Սուրբ ոգի իմ նյութս։ Ընդարձակ նյութ է եւ այս կարճ բահվա մեջ Սուրբ ոգին անշուշտ
շատ դժվար է լման սերդել, բայց գուզեմ սահմանափակել Եփեսացոց թուղթի մեջ։ Եփեսացոց թուղթը 6 գլուխներ կպահանա, եւ ամեն մեկ գլխում մեջ Սուրբ Օքին 2 անգամ հիշված է։ Ուրեմն ամենայն բարձությամբ Եփեսացոց մեջ Սուրբ Օքին 12 անգամ կհիշվի։ Եփեսացոց առաջին 3 գլուխները վարդապետական է, հաջորդող 3 գլուխները կորզնական է, գիրարգելի։ Առաջին 3 գլուխներու մեջ կգարտանք Սուրբ Օքին ինչ ըրած է մեզի, հաջորդող 3 գլուխներու մեջ մենք ինչ կնենք Սուրբ Օքին։ Ավասիկ ցեզի դամ բարդականություն։ Ես այս 12-ը կարելի չէ որ մեկ առ մեկ առնեմ, մի քանի հատ բիդ առնեմ ցեզի հետ, որպես նմուշ ծեր ախորժակը փանալու, որ դուք Սուրբ Օքի մասին սերդելու սկսիկ դերոջը խոսքեն։ Առաջին գլխու մեջ օրինակ հետևյալը կգարտանք, գսե դուք էլ հուսացիք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը, ծեր փրկության ավետարանը, հավատալուց հետո նույնպես խոսման Սուրբ Օքով գնկվեցիք։ Ուրեմն շատ կարևոր համարում է այս, որ գխոսի Սուրբ Հոգին գնքելուն մասին։ Հիմա երբ կգնքե Սուրբ Հոգին, ինչ կբադահի որ կգնքե Սուրբ Հոգին, համարին նայինք։ Շատ բարձ է, գսե որով վրա դուքալ հուսացիք, երբ լսեցիք ճշմարտության խոսքը։ Եղբայրներ քույրեր, ավետարանը եթե չի քարոզվի, մարդիկ չեն փրկվիր։ Եկեղեցին գանչված չէ համրը լալու։ Եկեղեցին գանչված է ավետարանչություն անելու։ Բարի լուրի խմբակ կսենք։ Ճիշտ բառն է։ Բարի լուրը պետք է դարածվի։ Հաջորդ քայլը նայեցեք։ Այս ճշմարտության խոսքը գսե ծեր փրկության ավետարանն է ասիգա։ Հաջորդը լսեցիք հավատալով խոսացյա Սուրբ Օքմի շնորհքով գնկվեցաք։ Շատ բարձ է, գլսե, զղջում հարաճ կուկա, Սուրբ Օքին կորձե, անցը գահավադա, համոզումով գահավադա, մեղքերը գխոստվանի, և Սուրբ Օքին գուկա, գգնքե, ըսելով որ թուն իմ սեփականությունս ես։ Եղբայր կտուն այս փորձառությունը ունեցար։ Գիտագից էիր, որ թուն գնկվեցար։ Գնկվիլ ինչ կնշանակ է, 4 բաներ։ Գնկվիլ կնշանակ է ապահովություն, վավերականություն, վկայություն և սեփականություն։ Ոչ է մեկ գնիկ, կառավարական գնիկ, պետական գնիկ, ապահովություն, որ խախտումներ չլան, վավերականություն, վկայություն և սեփականություն։ Հյուսիսային Ամերիկայի մեջ, հիմա այդպես չի անշուշտ, ժամանակին գովարածներ իրենց գովերը գգնքեին, ինչպես երկար ցողմը, ձայրը գնիքը գլար, այդ գնիքը գդակցնեին և գովուն գրնագին, գայրեին և այդ գնիքին վրա սեփականադիրոջ անվան առաջին դարերը գլար։ Քանի որ լերներու, փլուրներու վրա շատերու գովերը գարազվին, որովհետեւ իրար հետ չխառնվի եւ ամեն մարդ գիտնա որ այս գովը ասինչ մարդու սեփականությունն է։ Հիմա այդ թրությունը չի գա, հիմա գիտությունը հարաճած է իրենց ագանչներուն չիպս կտնեն, որ GPS-ով կտնեն։ Հիմա դարը փոխված է, բայց կարևոր է այս գնիկը։ Ուրեմն ես իր սեփականությունը գտարնամ։
Ես իրեն կպատկանիմ, ալ իմ անձիս դերը չեմ։ Քնով ձախու առնված եք, և թուք ծեր անձին դերը չեք։ Թուն Սուրբ Հոգին ապրանքնեց, թուն Սուրբ Հոգին կպատկանից։ Նույն գլխուն մեջ արագ մը անցնիմ շատ լավ գողոսի որբեսի սրդերնուտ աչկերը լուսավորվելով գիտնակ թե ինչ անոր ցեզ գանչելուն հույսը հոսքը խոսի հայտնության մասին հայրը դասեզի իմաստության ու հայտնության հոգին իր գիտությունով առանց Սուրբ Հոգին Ազո խոսքը չենք կրնար հասկնան Սուրբ Հոգին է որ մեր միտքը կփանա մեր հասկացողությունը հոգևոր հասկացողությունը ըմբռնումը գզորացնե որ հոգևոր ճշմարտություններ հասկանանք անոր համար բնական մարդը հոգևոր բաներ չի հասկանար ուրեմն այսալ Սուրբ Հոգին գնե մեր մեջ Ղուգաս վերջին գլխու մեջ կսի Եվանոս միտքը բացավ որբեսի հասկանան դերոջը խոսքերը ավետարանը ուրեմն Սուրբ Հոգին միտք բացողն է լավ ես Սուրբիկ չեմ գարտար Փափակ չունիմ, լավ ինչպես պիտի ըմբռնես հոգևոր ճշմարտություններ։ Եվ այս պատճառով շատեր աշխարհի հովերեն դարբելով, աղատները դարբելով գորսվին։ Ուրեմն խիստ կարևոր է դերոջը խոսքը գարտալ, Սուրբ Հոգին քիրքը գարտալ։ Կուզեմ անցնել երրորդ գլխուն ավելի չորրորդ գլխուն երրորդ համարը նայեցեք կսե չանալով Սուրբ Հոգվույն ինչն էլ միապանությունը խաղաղության Գաբովը գաբել Սուրբ Հոգին է խաղաղություն, միապանություն ստեղծողը Մենք միապանություն չենք կրնար շինել, ստեղծել Միապանությունը արդեն դրված է մեզի Սուրբ Հոգին գոմե Բայց մեր բարդականությունն է այս միապանության վրա հսկել, բահբանել և այդ գաբը հաստատել։ Դրված է, միապանությունը դրված է, բայց ես պետք է հսկեմ այդ միապանության վրա և մեզի քայլերը գուդա խոնարհությունով, հեզությունով, երկայն մտությունով, սիրով իրարու ներողամիտ Ըլլալով Անցնիմ չորրորդ գլխուն 30-րդ համարին նայեցեք մենք ինչ կնենք Սուրբ Հոգին Եվ Աստծո Սուրբ Հոգին մի դրտմեցնեք որով դուք գնքվեցաք առաջին գլխում մեջ տեսանք փրկության օրվան համար Սուրբ Հոգին անձնավորություն է Սուրբ Հոգին ըսկայուն է Սուրբ Հոգին գդրտմի Սուրբ Հոգին ազատությամբ չի կործեր Անհատական կյանքի մեջ, հավաքական կյանքի մեջ, եթե Սուրբ Հոգվույն թեմ անսուրբ բաներ եղած են։ Եվ այս կոնտեքստի մեջ, իր բնակավարի մեջ, բաժարներն ալգուդա մեզի, թե ինչ բաներ Սուրբ Հոգին գդրտմեցն է։ Հոս պետք է ասեմ, որ
երբ Սուրբ Ոգին գդրտմի, ադիգա մեր դրտմելուն չի նմանիր, ասի մարդկային դրտման չէ, մենք գդրտմինք, գներվինք, գկաշվինք, գմեգուսանանք, այդպես չէ, հոս Սուրբ Ոգին այսինքն գդրտմի իր կորձը, ներկորձությունը գթատրի, գբաղի եւ չի գտնար իր ազատությունը առնել, քանի որ անսուրբ վիճակներ կան։ Եվ ասի որքան կարևոր է, ինչու արթնություն չկա եկեղեցիներում մեջ, ինչու հավատացյալներ բաղ են, անդարբեր են, աշխարհասեր են, մտքով հապշտակված չեն, երկինքի հետարքությունը գործընծուցած են, պարզապես անոր համար, որ Սուրբ Ոգին ցևոմը չի կործեր։ Եվ ամենայն բարձությամբ նայեցեք, հոս մեղքեր գհիշե։ 30-րդ համարի մեջ է, որ գսե մի դրտմեցնեք, եւ Աստվածաշնչի մեկնաբանական օրենքներուն համաձայն մենք պետք է նայենք անոր նախորոք համարներուն եւ հաջորդող համարներուն իր բնակավարին կոնտեքստին պետք է նայենք, գտնալու որ ինչ մեղքեր Սուրբ Հոգին գդրտմեցն է։ Օրինակ 31-րդ գլխում մեջ թարնություն, փարգություն, ասիկա մենք չունենք արդեն, գիտեք։ Ոյ մենք ցես մենք պարգանա։ Մենք երբեք չենք պարգանար, չէ։ Գիտեք որ փարգությունը Սուրբ Հոգին գդրտմեցն է։ Փարգությունը ինչպես գլուծվի, ինչպես կհաղթահարես, օրենքներ չկան, քայլեր չկան, երբ Սուրբ Հոգին գներկորձեք ու կյանքիդ մեջ, գաջիս, գհասուննաս, այս փարգությունը գփոխարինվի Սուրբ Հոգին բդուղով։ Աջումն է, որ գհաղթահարե այդ սխալ վիճակը։ Ինչպես պիտի աջիմ, ետ խոսքին պիտի վերադառնամ։ Սրտմտություն, աղաղակ, այսինքն բորալ։ Երբ մեկը գճղայնանա ինչ կնե, գբորա։ Հայհոյություն, մենք տերևս չենք հայեր, բայց ածականներ գուտանք։ Ավելի մեղմացած ծևն է։ Վերսվից ես մե ամեն չարություններով մեկտեղ, ամեն, այսինքն աս մի քանի հատն է միայն, շատ ուրիշ բաներ կա, ամեն չարություններով մեկտեղ։ Եթե վերնային 26-րդ համարին, եթե պարգանակ, պարգացանք, մեղ մի կործեք, արևը ծեր պարգությանը վրա մարը չմտնի։ Սատանայի դեղի միտակ, անվոր կողություն գներ, ալ թող չի կողնա, այլ մանավան աղեք կործիմը բարաբելով, իր ծերկերովը աշխատի, որբեսի գարող լա անոր գարոտ եվողին և այլն։ Ասիկ հեղբաներ քույրեր, ասոնք դամ բարդականություն է, որ գարտակ, եթե այս շողովեն ետքը հաջորդող օրերուն, այս պատկամեն վերջագետ, ալ ուրիշ պամը չրինք, այս ափսոս բոլոր ժամանակը բատնաց վիդլանք։ Կալ գիրագի նորեն գուկանք, նորեն հրար եղբայրը կարուզ է, նորեն դուն գերտանք, եղբայրը քույրեր փոփոխություն պետք է, լուր չի առնենք հոգևոր կյանքը։ Ինչպես արեստավորը, ինչպես մեկը իր աշխատանքի մեջ կուզե հարաճանալ, փառքավաճիլ, մեծնալ, ընդարձակվել, ուր մնաց հոգևոր կյանքի մեջ։ Մենք օդարներ եւ բանտուղներ ենք, այս կյանքը նպատակ չէ։ Մեր նպատակը ազո թակավորությունն է։
Մենք ինչու կաշխատենք քոյություն բահելու համար։ Աշխատանքը նպատակ չէ։ Դրամ շահիլը քոյություն բահելու համար է, ոչ թե նպատակ է։ Մեր քերակույն նպատակը Աստծո թագավորությունն է։ Մենք բոլորս անոր համար կաշխատենք։ Բայց կկործենք հաց ճարելու համար, մեր սեղաններում վրա դակա գերագուր ունենալու համար, բայց այդ չէ նպատակը կյանքի։ Մենք որ շփոթենք, կգործվենք։ Եվ մեր բոլոր նախասիրությունները կխախտին։ Անցնենք 5-րդ գլխուն բոլորի ցանոթ 18-րդ համարին, ով չգիտեր այս համարը։ Մի քինովնակ քինիով որում մեջ անարագություն կա, հավահոգիով լեցվեցեք։ Ոյ մեկը պետք ունի փաստելու, որ ինքը քինով է։ Քինովի մը քինովությունը փաստի չի կարողի։ Ձնողը երբ նայ որ իր երեխան շոկոլադ երած է, ամբողջ շոկոլան երեսին, շրթունքներուն, ցերկերուն, ձնողը չի հարցներ շոկոլադ երես։ Չի հայտնի շոկոլադ երած է։ Քինով է։ Նույնպես Սուրբ Հոգիով գարավարվողը հայտնի գլա։ Լեցվիլ կնշանակե գարավարվիլ։ Ինչով գարավարվիլ։ Աստծո խոսքով։ Եփեսաս Գողոսացիս 3:16-ը Աստծո խոսքը ծեր մեջ փնագի արադաբես։ Ուրեմն միտքս հոգիս Աստծո խոսքով գլեցվի։ Գլեցվի ինչ որ լեցված է անեգա դուրս կուկա։ Անը ինձի գարավարողը։ Առաջնորդության պետք ունիմ խոսքի լեցունությունը Սուրբ Հոգվին զորությունով իմ քայլերս կուղե։ Բայց եթե այս քիրքը քոց է, շատ դժվար է եղբայրներ, առաջնորդվելն է դժվար է, գարավարվելն է դժվար է։ Ես իմ մեջը զորություն չունիմ այս հոգևոր կյանքը ապրելու։ Աստծո խոսքը պետք է գարավարե ինձի։ Հիմա գիտությունն ալ ինձի չի գնալ գարավարը։ Շատեր գիտություն ունին Աստծո խոսքին, բայց առանց ենթարկվելու եւ հնազանդելու այդ խոսքին։ Գիտությունը կհբարտացնի, բայց ենթարկվելը եւ հնազանդելն է, որ այս է Սուրբ Հոգիով լեցվիլ։ Սուրբ Հոգին հեղուկ չէ, լեցվիլ բառ այդ իմաստով մի առնի, գարավարվիլ։ Լեզուն կգարավարե, ըսկացումներս կգարավարե, միտքս կգարավարե, որոշումներս կգարավարե, առնելիք քայլերս կգարավարե։ Երբ երդասարտն եւ երդասարտուհիմը մոդենա ինձի ասե ես ցանկի ընկերմը կդա իմ առաջին հարցումս կլատ դուն վերեսին ծնունդ ունիս այո ունիմ լավ այդ գողագիցը որ կդար վերեսին ծնունդ ունի չէ չունի ավասիկ Աստծո խոսքին հագարակ է չեղավ Սուրբ Հոգին պետք է գարավարե իմ քայլերս ընդրություններս ոչ թե ըսկացումներս ոչ թե աչքիս ինչ բան հաջելի երևնա ուրեմն հոգիով գարավարվիլ իսկ կալով 6-րդ գլխուն իջմը արագ կանցնիմ 6-րդ գլխուն 17 եւ 18 համարները եւ փրկության սաղավարտը արեք հոգին սուրը որ Աստծո խոսքն է եղբայրներ քույրեր ամեն բան գվերաթարնա իր հիմին Աստծո խոսքին հաղթագանգյան Աստծո խոսք Սուրբ Հոգիով գարավարվել Աստծո խոսք Խոսքը ամեն բանի արմատն է, հիմն է։ Հոգին սուրը, երբ Հիսուս անաբատը դարվեցավ, գրնարսել հոսնայիր ես քեզ մեզ զորավոր եմ, եւ ես հիմա հրաշք պիտի անեմ, եւ գլխուդ վրա գրակ պիտի ինա, Հիսուսը սա քրված է,
գրված է։ Մենք Աստծո խոսքով պիտի հաղթենք դժվարություններու, մեղքի, փորձության, հոգին սուրը պիտի կործածենք։ Եվ ասիկա մեզի դրված է որ կործածենք։ Եվ ամեն աղոթքով, խնդրվածքով, ամեն ադեն աղոթ կրեք հոգիով ու այս բանին վրա հսկեցեք գադարյալ հարադեպությամբ։ Խոսքով գլեցվիմ, իմ աղոթքս խոսքին վրա կհիմնվի, խոստումներուն վրա կհիմնվի։ Եվ այդպես հոգիով գաղոթեմ։ Սուրբ Հոգին գամքին համացան եւ Սուրբ Հոգին ալ օգնության կհասնի ինձի, ինչպես մի աղոթելու եմ չեմ գիտեր գսե, հաբա անփարփար հարաճանքներով ինձ աղոթել կսորվեցնե։ Շատ լավ։ Նայեցեք, դուքոս շատ լավ կրատարը մունիկ, ես կրատարանը գրեթե բոլոր կիրքերը աչքի անցուցած եմ, կորզնական կայլեր արնենք, կրատարանի մեջ կիրքեր կդիր, շապատը անգամը կամ ամիսը անգամը, եղբայներ կույրեր կիրք կարդալ սորվինք, ասից էր բարդագանությունը թողնլա, չեզ մեկ այներ այս ամիս կիրք կարդացին, այս կրատարանը գամ հրար եղբայր թապեցեք, եթե մեկը կիրք չի կարդա, ար կիրք հոգևոր նյութեր սերդե գարտա կորզնական գյանքի անցնին, շատ նյութեր կան հոն, մեր կիրությունը ավելցնենք, և ասենք ով դեր ինչը արկելքը վերցուր, ես կուզեմ հոգիով գարավարվիլ, ես կուզեմ հոգիով առաջնորդվիլ, և պարկ ասծո այնքայն արատ կրագանություն կա այսօր, որ մենք կրնանք գարտալ, դերոչը խոսը գարտալ, սերդել, դերը մեր բոլորին պապակը արտնցնե, գարտալու, սերդելու, զասված ճանչնալու, և անոր ետևե ըլլալու, իր պարքին համար, ամեն։